Դե ինչ, լսեցինք հրաշալի երաժշտություն, վերադարձանք եւ մեր տաղում է մեր այսօրվա արդեն առաջին հյուրը։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության վարչության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նախորդ շաբաթ պատուհանից ընկնելու հետևանքով 1 տարեկան երեխա էր մահացել։ Առողջապահության նախարարությունից նորից ու նորից զգուշացնում են ծնողներին, հարգելի ծնողներ, ապահովեք ձեր երեխաների անվտանգությունը։ Հենց երեխաների անվտանգության թեման էլ այսօր մենք քննարկելու ենք մեր հյուրի հետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Տիկին Ավետիսյան, ինչ տվյալներ ունենք այս վիճակ եւ այս տեսակ դեպքերի հետ կապված։ Տեսեք, խոսելու ենք մի խնդրի մասին, որը թերևս ամենահաճախակի պատճառներից է երեխաների շրջանում վնասվածքների առաջացման եւ վերջինովս պայմանավորված հոսպիտալացումների։ Բայց շատ մի կարևոր հանգամանք, որ կցանկանամ նշել, որ վերջինս կանխարգելելի է։ Իսկ եթե կանխարգելելի է, հետեւաբար մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն հնարավոր ռիսկերի հայտնաբերմանն ու վերացմանը։ Կարծում եմ բոլորը, այդ թվում եւ դուք, տեսնում ենք պարբերաբար եւ լսում ենք, որ այս կամ այնտեղ պատուհանից անկումներ են լինում երեխաների եւ չնայած որ կատարվում են որոշակի միջամտություններ, այնուամենայնիվ ամբողջ աշխարհում ամեն տարի դիտվում են դեպքեր, երբ երեխաները ընկնում են պատուհանից։ Շատ հաճախ մենք թույլ ենք տալի որոշակի սխալներ, բայց այն ինչ հիմա կնշեմ, եկեք ուղղակի արձանագրենք, որ դրանք ոչ թե մեղադրանքներ են ուղղված ծնողներին, խնամողներին, երեխաներին, տատիկ-պապիկներին կամ դայակներին, դա ուղղակի պարզապես հիշեցումներն են, որը կհորդորենք, որ մեր ծնողները իմանան, խնամողները երեխաներով զբաղվողները իմանան, որպեսզի կանխենք այն բոլոր դեպքերը, որոնք հետագայում մեզ մինչև կյանքի վերջ կուղեկցեն այդ ցավը։ Տեսեք, երբ ասում ենք երեխաների անվտանգությունը, տարբեր տարիքային խմբեր ենք հասկանում, բայց յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր սահմանված անվտանգության կանոնները, եւ դրանք պարզապես չեն ընտրված որպես տարբեր տարիքային խմբերի, այլ զուտ ելնելով երեխայի առանձնահատկություններից, զարգացման, անատոմոֆիզիոլոգիական եւ այլն։ Հիմնականում, եթե խոսում ենք պատուհանի ծանկումների կամ պատշգամբների ծանկումների մասին, հիմնականում այդ տարիքային ռիսկային խումբը իհարկե մինչև 5 տարեկան երեխաներն են։ Մի քանի պայմաններ, պատճառներ կա, ինչու են հենց մինչև 5 տարեկան երեխաները։ Շատ հաճախ մենք մոռանում ենք, ասում ենք, թե լավ, 1 տարեկան երեխա է, 2 տարեկան է, չի կարող մագլցել եւ բարձրանալ եւ հետաքրքրությունը բավարարել։ Նախ առաջին ռիսկի գործոնը, թե ինչու են հենց մինչև 5 տարեկան երեխաներ, դա իրենց աշխարհը ճանաչելու հետաքրքրությունը բավարարելու, ծանոթ ձայն է լսում, գեղեցիկ թռչուն է տեսնում, բակային խաղերի ձայներ է լսում եւ երեխան հետաքրքրությունը բավարարելու համար ինքը մեղավոր չէ, որ հետաքրքրասեր է, նա ծնվել է այդպեսին եւ պետք է հետաքրքրասեր լինի, որպեսզի զարգանա եւ ձևավորվի որպես անհատ։ Այն մեր որպես մեծահասակների պարտականությունը, այն նրա հետաքրքրասիրությանը համահունչ ապահովել նաեւ երեխայի անվտանգության պարզ կանոնները։ Առաջինը հիշեցինք, որ երեխաները հետաքրքրասեր են եւ երևակայությունը անսպառ է, հետեւաբար մենք պետք է միշտ իջնենք երեխայի աչքի մակարդակին իրականում, որպեսզի գնահատենք պոտենցիալ ռիսկերը, ոչ թե մեր բարձրունքից դիտարկենք, որտեղ շատ հաճախ մեր բարձրունքից, հայացքի, մենք կարող ենք այդ քողարկված վտանգավոր կամ ռիսկային գործոնները չհայտնաբերել։ Առաջինը, քանի որ ամռանն է, ամենահաճախը հիշենք, որ գարնան եւ ամռան ամիսներին են տեղի ունենում, քանի որ պատուհաններն ենք բացում, օդափոխում ենք սենյակը եւ այլն, շատ կարեւոր եւ ամբողջ աշխարհում ընդունված մեթոդը դա հատուկ պաշտպանիչ փականների օգտագործումն է, որը կսահմանափակի պատուհանի բացվելը եւ երեխան չի կարողանա հետաքրքրությունը բավարարելու նպատակով ուղղակի մոտենալ պատուհանին եւ տեղի ունենա անկում, ամենաառաջինը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել բոլոր պատուհանները, դա հատուկ կախպեքներն են կամ սահմանափակումներն են, եւ շատ մի վտանգավոր սահմանափակում կա, որը թվացial անվտանգություն է ստեղծում, անվտանգության զգացում է ստեղծում ծնողների մոտ, դա այդ մոցակային պաշտպանիչ ցանցերն են, որոնք նախատեսված չեն ոչ մի տեսակի ծանրություն պահելու համար եւ պարզապես հիշենք, որ երեխաներին անգամ բացատրելով, որ ասա պատուհան է, վտանգավոր է, պաշտպանիչ շերտ է եւ այլն, մի մոռացեք, որ երեխաները փորձարկելու են։ Հետևաբար, բացի բացատրելուց եւ սովորեցնելուց, որը շատ կարեւոր է բոլոր երեխաների դեպքում, նաեւ պետք է ֆիզիկապես փակել եւ կողպել պատուհանները։
Շատ մեկ այլ որ եւս տարածված սխալներից մեկը, որ երեխաների հետաքրքրասիրություն բավարարելու համար շատ հաճախ տեսնում ենք եւ կարծում եմ դուք էլ փողոցում զբոսնելիս կտեսնեք, որ պատուհանագոգին նստում են երեխաները անգամ փակ պատշգամբի դեպքում կամ կանգնացնում են փոքրիկ երեխաներին տեսարժան վայրեր ցուցադրելու, թռչունների գեղեցկությունը եւ այլն։ Բայց հիշենք, որ երեխաները կրկնօրինակելու են, հա, իսկ մենք չենք կարողացել բաց պատշգամբի դեպքում թե ոչ։ Այս թեման իհարկե շատ ցավալի է, հա, որովհետև տեսեք մենք sense ներկայացնում ենք շատ ավելի հեշտ, սա է պետք անել, նա է պետք անել, բայց չենք կարող չասել, որ կարող է մեր ուշադրությունը անգամ մեկ վայրկյանով շեղվելով, մեկ հաղորդագրություն, մեկ տեսահոլովակ, հա, մեկ հետաքրքրասիրություն մեծահասակի շեղելով այդ մեր ուշադրությունը կարող է լինել ճակատագրական փոքրիկի համար, հա։ Երեխաները այնքան սրամիտ են, ընդամենը 1 վայրկյան կարող ես նրանց մենակ թողնել, 1 վայրկյան հետո այնպեսի մի դեպք կատարվի, որ անգամ չէիր մտածել, որ դա իրականացնել հնարավոր է, հա, սա էլ է իսկապես այսպես մեղադրական չհնչի, բայց ծնողը նաև 1 վայրկյանի արդյունքում կարող է կորցնել երեխային, բայց պարզ է, չէ, որ ծնողը ոնց կարող է ուզել, որ այդպեսի դեպք լինի։ Սա մի հարց է, որ կարծես չգիտես թե ինչպես է պետք այս հարցին ճիշտ մոտենալ, որ եւ ծնողին մեղադրական չլիմել, որ դու չես կարողանում քո երեխային հսկել, քեզ պետք է սովորել ինչպես եւ միևնույն ժամանակ կարողանալ երեխային ճիշտ բացատրություն տալ եւ ինչպես դուք ասեցիք ավելի մանկանալ եւ իր տեսակետից ամբողջ տունը կամ տարածքը ուսումնասիրել հասկանալու համար վտանգավոր գոտիները։ Այո, տեսեք, առողջության առաջնային պահպանման օղակում կան մանկաբույժներ, ովքեր ձեր երեխաների առողջությամբ են ամենաշատը մտահոգված եւ մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի գործառույթների մեջ բացի բուժելուց, վերականգնողական կամ այլ միջոցառումներից նաեւ մտնում է ուսուցումն, իրազեկումն եւ կանխարգելման ուղղված միջոցառումները։ Այդ թվում նաեւ տարբեր տարիքային խմբերում անվտանգության կանոնների մասին հիշեցնել է ծնողներին եւ սովորեցնել է։ Երբեք պետք չէ ամաչել սովորել, քանի որ մենք բոլորս ամեն օր սովորում ենք, իսկ բժշկագիտությունը զարգանում է ոչ թե ժամ առ ժամ, այլ վայրկյան եւ իմանալով ճիշտ կանոններ կկարողանանք ապահովել մեր երեխաներին։ Ընդ որում հիշենք, որ շատ հաճախ երեխաները պատուհանից ընկնում են ոչ թե խաղալու ժամանակ, որտեղ խաղալու ժամանակ նրանց հետաքրքրասիրությունը խաղալիքն է, այլ հիմնականում այն ժամանակ, երբ որ պատուհանից ձայները եւ հետաքրքրասիրությունն է բաց եւ իհարկե բաց պատշգամբի դեպքում։ Թվացյալ եւ շատ մոդայիկ է ունենալ տեսահսկման որոշակի մեթոդներ, որոնք տեղադրվում են երեխայի խաղասենյակում, բայց մոռանում ենք, որ ոչ մի տեսահսկման մեթոդ չի կարող փոխարինել մեծահասակի անմիջական հսկողությունը։ Իհարկե ծնողները աշխատում են, զբաղված են, հասկանալի է, կարող են լինել տատիկ, պապիկներ, դայակներ, պետք է վստահ լինենք, որ նրանք նույնպես տեղեկացված են անվտանգության կանոնների մասին։ Երբևիցե կրկնել եւ նորից վերհիշել բոլոր կանոնները երբեք զուր չէ։ Հիշեք, որ բացի պատուհանից անկումներից շատ այլ անվտանգության կանոններ կան, այդ թվում խոհանոցում անվտանգության, լոգասենյակում, ընդհանրապես տանը անվտանգության կանոններ, որոնք ոչ միայն անկումներից կկանխեն, այլ նաեւ մյուս բոլոր դժբախտ պատահարներից, որոնք այս կամ այն կերպով կարող են հանգեցնել հաշմանդամության կամ երեխայի մահվանը։ Մյուս ամենակարևոր գործոններից մեկը, որ պետք է իմանալ, դա պատուհանների մոտ չունենալ որոշակի իրեր, բազկաթոռներ, բազմոցներ, աթոռներ, հա, երեխաները շատ հեշտությամբ կարող են ինքնուրույն տեղաշարժել դեպի բաց պատուհան ավելի հասանելի դարձնելու համար իրենց համար այդքան բաղձալի ձայները կամ խաղի աղմուկը, հետևաբար պետք է զգույշ լինել նաև, եթե կա բաց պատուհան, պետք է լինի ծնողը կողքը անպայման եւ իհարկե ոչ մի բարձրություն, որի վրա կարող է երեխան հասանելիություն ունենալ եւ բարձրանալ։ Այդուամենայնիվ եկեք խոսենք նաեւ ավելի կոնկրետ սխալներից։ Տարիներ առաջ հայտնի համաշխարհային երաժիշտ Էրիկ Քլեպթոնի 3-ամյա որդին ընկավ պատուհանին հենց ձեր նշած անուշադրության պատճառով եւ նշեցիք նաեւ ես նույնպես հաճախ հանդիպել եմ այդ խնդրին, երբ մեծահասակները տանում են երեխային եւ ասում են դե պահել եմ, թող նայի դուրս։ Որոնք են այն կարևորագույն խնդիրները, սխալները, որոնք գործում են հենց կոնկրետ ծնողները։ Տեսեք, շատ լավ նշեցիք Էրիկ Քլեպթոնին, դա նշանակում է, որ եւ փաստում է, որ խնդիրը ոչ միայն մերն է, այլ խնդիրը ամբողջ աշխարհում է, քանի որ ամբողջ աշխարհում ծնողները կարող են զբաղված լինել եւ ձեր ասած մոռանալ, ուշացնել զգոնությունը կամ թուլացնել պարզ պատճառով, որ պետք է ճաշ պատրաստել, տունը մաքրել եւ այլն։ Բայց հիշենք, որ ցանկացած այլ գործ սկսելուց առաջ պետք է նախ առաջինը դիտարկել տան անվտանգությունը եւ հետո հետագայում արդեն հանգիստ անցնել
գործերի շատ հաճախ հյուր գնալուց մենք չենք մոռանում ենք նաև որ մենք երբ որ երեխայի հետ հյուր ենք գնում, հյուրը պարտավոր չէ հիշել բոլոր այդ կանոնները, մենք որպես ծնող ենք պարտավոր հետևել եւ այնուամենայնիվ լինել երեխայի կողքին եւ չշեղվել։ Տեսեք բոլոր այն ռիսկերը, որը ձեզ ներկայացրեցի, գրեթե բոլոր ռիսկերն էլ եւ հանդիպում են մեր առօրյա կյանքում, կարող են լինել առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հա, որոշակի խնդիրներով երեխաներ, որոնք այլ ավելի հակված կլինեն կամ հակառակը։ Մեր ուշադրությունը, մեծահասակի ուշադրությունը եւ անվտանգ միջավայրի ստեղծումը դա յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Լինենք մենք փողոցում քայլող անհատ, թե լինենք երեխայի ծնող կամ բարեկամ, մենք ինքներս պետք է գնահատենք ու մաքսիմալ դարձնենք ապահով միջավայրը, թեկուզ տեսնելով, որ երեխան պատուհանից նայում է, հա, փորձենք միջամտել, ոչ թե իհարկե բարձրաձայնելով, աղաղակելով, որ երեխայի խուճապ ստեղծվի, այլ մոտենալ ծնողին բացատրել։ Դա վերաբերվում է նաև մյուս անվտանգության կանոններին, որ չլինենք երբևիցե անտարբեր, եթե տեսնում ենք խախտում, չմտածելով հանրության կարծիքի մասին, ինչ կմտածեն մեր մասին եւ այլն, չէ՞ որ երեխայի առողջությունը ինքը ամենաառաջնահերթն է մեր բոլորի համար եւ ցավոք սրտի ամենականխարգելելի վնասվածքներից մեկը հանդիսանալով պատուհանների ցանկումը դեռևս ինքը ակտուալ է։ Հետևաբար բոլորս դեռ անելիքներ ունենք թե որպես անհատ, թե որպես հասարակություն երեխաների միջավայրը առավել անվտանգ դարձնելու հարցում։ Եթե խոսում ենք երեխայի անվտանգությունից, չենք կարող նաև չխոսել այն մասին, որ երեխաները բակում խաղում են եւ հիմա բակերը այսպես բավականին ավտոներով լեցուն են, աջ, ձախ, անընդհատ մեքենաներ են, բայց երեխաները անընդհատ այդտեղ խաղում են, այսինքն այդտեղ էլ կա մի խնդիր։ Սա էլ արդյոք միայն ծնողի լուծելի խնդիրն է։ Տեսեք, անվտանգության կանոնները բազմաթիվ են, անվտանգության մասին կարելի է խոսել շատ եթերներ իհարկե, բայց ես նշեցի, որ անվտանգության հարցը դա բոլորիս հարցն է, եւ վարորդի հարցն է, եւ ծնողի, եւ ինչու՞ չէ նաեւ երեխայի, երեխաները պետք է սովորեն ինչպես լինել ճանապարհատրանսպորտային մաս, հա, ինչպես լինել գրագետ մաս, հա, երթևեկության եւ այլն։ Բոլորս պետք է զգոն լինենք, հետևենք կանոններին, այո, երեխաներ կարող են ընկնել, վնասվածքներ ստանալ, դա իրենց զարգացման բնականon ընթացքն է, բայց պետք է սովորեցնել նախ երեխաներին ինչպես պետք է վարվել ընկնելու դեպքում, ինչպես ընկնել, որպեսզի առավել քիչ վնասվածքներ ստանալ եւ այլն։ Եվ իհարկե սովորեցնել բակային բոլոր խաղերը, ճիշտ խաղալ, ապահով խաղալ եւ իհարկե շատ գովելի է երեխաների բակում խաղալը, ֆիզիկական ակտիվություն է, հա, տանը չպարփակված լինելը, վերջի վերջում նպաստելու է առողջ հասարակության մեծ ձևավորմանը, բայց իհարկե անվտանգության կանոնների պահպանման ներքո։ Հրաշալի, իսկ ով սովորեցնի ծնողը, թե այնուամենայնիվ կան նաև հատուկ կամ ինչպես դուք նշեցիք, օրինակ, որոնք զբաղվում են այդ հարցով։ Ընտանեկան բժիշկները, բժիշկը շատ հաճախ ծնողները առանց մեղադրելու եւ ցանկացածը յուրաքանչյուր ընկերոջ, հարևանի կարծիք կարող են ընդունել եւ առաջնորդվել։ Իհարկե պետք է լսել խորհուրդները բոլոր տեսակի, բայց իհարկե վերջում պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Արդյոք այս միջոցը ապահով է եւ անվտանգ է երեխայի համար։ Չէ՞ որ բժիշկները սովորել են համալսարաններում կրթությունը ստացել են վերապատրաստումներ, որպեսզի ձեր երեխայի առողջության մասին հոգան եւ կանխարգելեն։ Եվ իհարկե առողջապահության նախարարությունը որպես կանխարգելիչ բժշկության գերակշիռ մասը ողջունող հատված մենք պարբերաբար իրազեկում ենք նաև անվտանգության մեթոդների մասին եւ հորդորում ենք բոլոր ծնողներին երբևիցե չզլանալ եւս մեկ անգամ կարդալ, խոսել, իրազեկել եւ ամեն անգամ նորովի դիտել տունը, հա, բակը եւ այլն կախված երեխայի տարիքից։ Յուրաքանչյուր տարիքային խումբ ունի իր անվտանգության նշանները եւ ռիսկերը։ Տեսեք, նորածին է գտնում ենք թե փոքրիկ նորածին է, ինչ ռիսկեր պետք է ունենա նորածինը, բայց այդտեղ էլ մենք ունենք բավականին շատ թաքնված ռիսկեր եւ մի փաստ էլ ասեմ, որ մենք երբեմն թերագնահատում ենք մեր փոքրիկներին եւ իրենց ունակությունները, իսկ իրենք զարմանալիորեն հնարամիտ են եւ գնալով ավելի հնարամիտ, ճկուն եւ անսպար երևակայությամբ անհատներ են դառնում։ Հետևաբար մենք պետք է փորձենք հասցնենք իրանց ետևից եւ բոլոր հնարավոր ռիսկերը մինիմալացնենք։ Վերջերս շատ հանկարծակի ես տեսա, որ մի կին այսպես նորածին երեխայի հետ սայլակով քայլում է փողոցով, այսինքն մայթը թողած քայլում է փողոցով։ Հիմա այստեղ մի հատ ուրիշ հարց կա։ Եթե հանկարծակի այդտեղ լիներ մի վթար, բնականաբար ըստ մեր Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մեղավոր էր այն մարդը, որ վնասել է։ Հա, բայց օրինակ Ամերիկայում այստեղ կա մի շատ կարևոր կետ, որ արդյոք դու քայլում ես ճիշտ տեղով, թե ոչ։ Իսկ այս հարցերը մեզ մոտ ինչպես է։
Իհարկե այդ հարցերի լուծումը առողջապահության նախարարության տիրույթում չէ, բայց Բայց յուրաքանչյուր վստահ եմ, որ դուք ծնող, իհարկե, եթե յուրաքանչյուր ծնող հարկ է համարում երեխայի հետ իջնել փողոց, Փողոցով սայլակ։ հետևաբար մայրիկն էլ պետք է գիտակցի, թե որ հատվածով է առավել անվտանգ։ Շատ հաճախ կտեսնեք փողոցում, եթե անգամ նախատեսված գծանմուշով են անցնում, երեխան առջևում է գնում, ծնողը ետևում, բայց դա ճիշտ չէ, պետք է կողքով գնալ, ծնողը առաջ գնա կողքից տանելով սայլակը, հա, դա էլ թվում է թե պարզունակ է եւ շատ ծնողներ կարող են ասել, շատ տարօրինակ է, բայց հիշենք, հա, երբեմն փոքրիկ միջամտությունները կարող են բերել ավելի մեծ փոփոխությունների, քան գլոբալ փոփոխությունները։ Հետևաբար, օրինակ նույն այդ սայլակի օրինակով, ծնողը առջևում պետք է քայլի կողքից տանելով սայլակը, որպեսզի ավելի տեսանելի լինի նաև բացի ապահովությունից եւ անվտանգությունից ռիսկի գնահատման տեսանկյունից։ Այո, իսկապես ես նույնպես ուզում եմ այդ օրինակը բերել, քանի որ հաճախ եմ հանդիպում, բայց դրական նույնպես հակառակ ծայրեղությունը վերջերս հանդիպում եմ փողոցներում ծնողների, ովքեր կապում են իրենց երեխաներին հատուկ հարմարանքներով, որպեսզի երեխան հեռու չգնա եւ մի փոքր ուրիշ ասոցիացիաներ են իմ մոտ առաջանում, արդյոք դա երեխա է, թե ի վերջո տնային կենդանի, բայց ամենայն դեպս դա ընտրություն է, արդյոք դա ճիշտ ընտրություն է։ Իհարկե, Թե ամեն ինչ չափի մեջ։ Իհարկե, ցանկացած պարագայում յուրաքանչյուր մոտեցում, նորամուծություն պետք է դիտարկել երեխայի լավագույն շահից։ Եթե տվյալ պարագայում երեխայի լավագույն շահը իհարկե ձեռքով բռնելը եւ տակտիլ շփումները երեխա, ծնող կամ խնամող, տատիկ, պապիկ ոչ մի ձեր ասած մոդայիկ բռնակները կամ սարքերը չեն կարող փոխարինել, չէ՞ որ երեխաները այնքան քիչ ժամանակ են փոքր լինում եւ պետք է ամեն վայրկյան օգտագործել նրանց հետ խաղալ, շփվել եւ ինչու՞ չէ նաեւ ձեռքը բռնած սովորեցնել փողոց եւ փողոց անցնել եւ ընդհանրապես լինել հասարակության մի մաս։ Ես կուզենայի նաև խոսել գաջեթներ, մայրեր, երեխաներ, այս կապի մասին։ Արդյոք կա ինչ-որ վիճակագրություն այս թեմայի շուրջ մեր կյանքում գաջեթների ավելացող ներկայության ֆոնին առավել անտարբեր են դառնում, հա, ծնողները երեխաների հանդեպ, նաև երեխաները ծնողների հանդեպ։ Ինչ-որ մի տվյալներ ունենք նաև այս թեմայի շուրջ, չէ՞ որ սա էլ է անվտանգության մի կետ։ Իհարկե, ինչպես նշեցի, անվտանգության վերաբերյալ թեմաները անծայրածիր են եւ գաջեթները ինքը նոր մարտահրավերներից մեկն է եւ այդքան էլ նոր չէ երևի թե, բայց արդեն թե ինչքան շատ է տարածված։ Այո, գաջետը կարող է լինել շատ լավ բան եւ կարող է սպառնալ երեխա ուղակի առողջությանը կամ անգամ անուղղակիորեն հետագա հետևանքների պատճառով։ Գաջետները կարելի է քննարկել իհարկե ցանկացած տեսանկյունից, ծնողի օգտագործման տեսանկյունից, երեխայի օգտագործման տեսանկյունից եւ տարբեր տարիքային խմբերի։ Ծնողներ կլինեն, այո, որոնք աշխատում են գաջետների միջոցով, այո, չեն կարող չփաստել, որ կան ծնողներ, որոնք այո պետք է աշխատեն, բայց չենք մոռանում, որ առաջնահերթությունը իհարկե երեխայի առողջությունն է, մեկ հաղորդագրություն դա կլինի ավտոմեքենայում, դա կլինի տանը բաց պատշգամբի մոտ կամ կացա, եռացող կացայի մոտ, հա, մեկ եւ կարող է անդառնալի փոփոխություն լինել։ Ուղղակի հորդորը ծնողներին, որ հատկապես մինչև 5 տարեկան երեխաների դեպքում լինել գեր զգոն, ուշադիր եւ սահմանափակել գաջետների օգտագործումը, նաեւ ինչ պատճառով, որտեղ երեխաները ընդօրինակելու են տեսնելու են ծնողը մշտապես գաջետներով է օգտագործում, հետևաբար սովորական գիրքը արդեն իսկ մոդայիկ չի լինի երեխայի համար, իսկ մենք պետք է մեր օրինակով երեխաներին սովորեցնենք, որ առաջինը արթնանալից պետք չէ վերցնել հեռախոսը, այլ կան շատ ավելի հետաքրքիր միջոցներ կյանքը սկսելու եւ օրվա սկզբի համար։ Եվ եթե էկրանների մասին ենք, էկրանային ժամանակի մասին ենք խոսում, այո, կան անվտանգության մեթոդներ եւ կանոններ սահմանված տարբեր տարիքային խմբերի համար թույլատրելի ժամանակահատված եւ իհարկե բովանդակության համար մենք եթե կարելի է նայել 15 րոպե եւ շատ վատ բովանդակային ինֆորմացիա, որը ոչ տարիքին է համապատասխան, ոչ զարգացմանը եւ կարող է հակառակը վնասել երեխայի թե հոգեբանասոցիալական զարգացմանը եւ թե այլ խնդիրների բարմանը, այլ նաեւ բովանդակությունը եւ իհարկե ինչքան փոքրիկ է երեխան պետք է լինել միշտ երեխայի կողքին, անգամ եթե գաջետով եք զբաղվում եւ փորձում եք լցնել ժամանակը, որը իհարկե խաղալիքին երբևիցե չի կարող փոխարինել գրքերին, տակտիլ, հա, մեթոդներին, այնուամենայնիվ պետք է երեխային բացատրել, թե ինչ է տեսնում երեխան եւ ոչ թե կուրորեն հետեւել, երբեմն նաեւ ոչ ճիշտ բովանդակությամբ ինֆորմացիային։
Մենք նաև ունենք շատ ու շատ փորձեր, երբ երեխաները որևիցե խաղեր են խաղում, հա, եւ հետո փորձում են այդ խաղերը օգտագործել նաև իրական կյանքում, դա կլինի բարձրությունից թռնելու հատկությունները, տարբեր ինչ որ տարօրինակ երևույթներ կատարելու, որոնք որ կյանքի, այո, բերել են նաև այն հատկությամբ մենք ունենք անգամ մահվան, հա, փորձեր։ Տեսեք, երբ որ տարիքային խմբերը նշեցինք, մինչև 5 տարեկան երեխաների դեպքում, եթե դա հետաքրքրասիրությունն է, պատուհանների ցանկումը, այո, տարբեր տարիքային խմբեր իր մարտահրավերներ ունի։ Դպրոցահասակ եւ դեռահասության շրջանում արդեն կարող են լինել այլ ռիսկեր, ինչպես դուք նշեցիք, գadgetները կարող են լինել պատճառ, կարող է լինել անզգուշությունը, անուշադրությունը, թեկուզ նույն երեխայի գadgetով զբաղվելու ընթացքը։ Տեսեք, ինչքան ռիսկեր մենք բացահայտեցինք այս շատ կարճ ժամանակահատվածում, ձեզ հավատացնեմ, որ ռիսկերը ավելի շատ են։ Պետք չէ վախենալ, ուղղակի հիմա շատ ծնողներ, դայակներ, ովքեր որ զբաղվում են երեխաների խնամքով կվախենան, բայց ոչինչ, թող վախենան, որովհետև նախ իհարկե վախը ծնվում է այն դեպքում, երբ որ չկա գիտելիք, հա, դրա համար պետք է պարբերաբար կարդալ, իրազեկվել, հարցնել, սովորել եւ իհարկե հետեւել առողջապահության նախարարության կայքեջին, որտեղ պարբերաբար հիշեցվում են եւ իրազեկվում են անվտանգության կանոններին։ Իհարկե այդքանից բացի անպայման հորդորում եմ խոսել մանկաբուժի հետ, մանկաբուժի եւ ընտանեկան բժշկի հետ, որովհետեւ այնուամենայնիվ ձեզանից բացի ձեր երեխայի առողջության մասին նաեւ հոգում են մեր բժիշկները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկապես ելի հեռուստադիտողներ, լսեք բոլոր այս խորհուրդները, եղեք իրազեկված, շատ ուշադիր, հիշեցնենք ելի հեռուստադիտողներ, մեր տաղամեր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության բարձրության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Իսկ մենք անցնում ենք առաջ, դիտենք գովազդ Շանթի եթերում։